Կուզես իմանալ ինչու է յոգան գիտություն, այլ ոչ թե կրոնական կամ հոգևոր ուղղվածություն։ Ճշմարիտ ու խորքային յոգան ինքը մաքուր գիտություն է մարդու մարմնի կառուցվածքի, նուրբ հոգևոր կառուցվածքի եւ նաեւ տիեզերքի մասին, որովհետեւ երբ սկսում ես ուսումնասիրել քո մարմին կոչվող տիեզերանավը կամ տաճարը, դու սկսում ես նաեւ ճանաչել արտաքին աշխարհը հիրավի։ Շատ մարդիկ, եթե դուք ինքներդ ձեզ անգամ հարց տաք, դուք դժվար կարողանաք պատասխանել այն հարցին, եթե չեք ուսումնասիրել իհարկե յոգիկ գիտելիքներ, ինչի է երկու քթանցք մեզ մոտ եւ որն է աջ ու ձախ քթանցքների տարբերությունը։ Որն է աջ ու ձախ ձեռքերի էներգիաների տարբերությունը։ Արդյոք մենք ունենք տենց էներգետիկ դաշտ, թե չունենք։ Ու այդ ամենը շատ հեշտությամբ կարելի է պարզել, զգալ ընդամենը մի քանի պրակտիկայի արդյունքում։ Ու ես հիմա հանձն եմ առնում բարբերաբար կիսվել իմ փորձառությամբ, քանի որ այնպես է ստացվում, որ ավելի շատ ես այս ինֆորմացիան տալիս եմ, կիսվում եմ այն մարդկանց հետ, ովքեր իմ անմիջական դաշտում են, հիմա փորձելու եմ ավելի հասանելի դարձնել այս ամենը։ Եվ ինչի՞ չէ, եթե հետաքրքրությունը մեծ լինի այս հոլովակի նկատմամբ, ես սիրով նաև կկիսվեմ որոշ պրակտիկաներով։ Իսկապես շատ բաց եմ կիսվել պրակտիկաներով, եթե դրա պահանջարկը կա, եթե չկա, միշտ ինձ կգտնեն այն մարդիկ, ովքեր դրա կարիք ունեն արդեն անհատապես։ Այսօր կխոսենք նադիներից։ Ձեզ կբացատրեմ մեր աջ ու ձախ քթանցքների տարբերությունը։ Նադիներ կոչվում են էներգիայի խողովակները։ Եվ եթե մի քիչ ուշադիր լինեք, աջ ու ձախ քթանցքների էներգիաները իրենք էականորեն տարբերվում են։ Դրա համար, որպեսզի դուք հասկանաք ինչպիսին է անգամ նրանց ջերմության աստիճանի տարբերությունը, դրա համար դուք պետք է որոշակի ժամանակ նստեք ու ողջ ուշադրություն տեղափոխեք քթանցքների մաշկին ու հետևեք ինչպես է օդը անցնում ներս ու դառնում դուրս։ Բայց ամենահեշտ բանը, ինչը որ կարող եմ հիմա հասանելի անգամ լիովին ոնց որ առանց փորձառության մարդու բացատրել ու ընկալելի, դա այն է, որ օրվա ընթացքում մեկ մի քթանցքն է ակտիվանում, մի փոքր առաջ վերցնում օդը, մեկ մյուս քթանցքն է ակտիվանում ու առաջ վերցնում օդը։ Ինչի հետ է դա կապված։ Բացառություն են միայն այն մարդիկ, ում մոտ միջնապատը թեքված է այնպես, որ միշտ մի քթանցքը ավելի փակ է, մյուս քթանցքը ավելի ակտիվ։ Իրանք օրինակ այս վարժությունը գուցե չկարողանան արդյունավետ կատարել։ Մյուս բոլոր նորմալ առողջ դեպքերում սա է։ Հիմա մի հատ առաջադրանք, եկեք հասկանանք այս պահին ձեր որ քթանցքն է մի փոքր ավելի առատ ու հեշտությամբ վերցնում օդը։ Ու կբացատրեմ, թե որն է դրա տարբերությունը։ Իմ մոտ առատ այս պահին վերցնում է աջը, որովհետև ես ակտիվ էներգետիկ պրակտիկաներից հետո լոռիում ես բնության մեջ ու ինչպես նկատում եք խոսքս արագ է, որ շատ մարդկանց ավելի հասանելի ու ընկալելի լինի, առհասարակ ես խոսում եմ շատ ավելի մեղմ, հանդարտ ռիթմով, բայց ես այդ պահը չի։ Եվ դրա համար աջ քթանցքն է։ Ինչն է տարբերությունը։ Աջ քթանցքը մեզ մոտ արևային խողովակն է, ձախ քթանցքը դա լուսնային խողովակն է։ Աջ քթանցքը երբ որ ակտիվանում է, ինքը ակտիվացնում է մեր սիմպաթիկ նյարդային համակարգը, մեր ակտիվությունը, ներկայությունը այս պահի մեջ, մտքի ակտիվությունը։ Երբ որ ձախ քթանցքն է ավելի առաջ վերցնում օդը, ինքը ակտիվացնում է մեր պարասիմպաթիկ նյարդային համակարգը, հանգստացնում է միտքը, խաղաղեցնում է։ Հիմա եթե ես գնում եմ քնելու ու տեսնում եմ միտքս գերակտիվ է։ Եթե դուք ստուգեք, կտեսնեք, որ աջ խողովակը, արևային խողովակն է այս պահին ավելի առատ օդը վերցնում, այս քթանցքը ավելի հեշտ է շունչը վերցնում։ Եվ երբ որ այս քթանցքը ավելի է շունչը վերցնում, միտքը սկսում է ակտիվանալ, էներգիան սկսում է թույլ չտալ, որ դու հանգստանաս, պարասիմպաթիկատ ակտիվանա ու պարկես քնելու։ Յոգերը գիտեն տեխնիկաներ, ինչպես կարող են փոխել էներգիայի հոսքը ու ակտիվացնել հակառակ քթանցքը։ Հետևաբար կա պրակտիկաներ, որոնք դու անում ես, ալիքը փոխում է ձախ քթանցքին, այս քթանցքը սկսում է ավելի առատ վերցնել շունչը, դա ոչ գիտակից մարդիկ գրեթե չեն էլ նկատում, այսինքն եթե դուք սրա մասին ինֆո չունեիք, դուք չեք նկատի այս պահը,
բայց երբ որ հիմա այս խոսքը լսեցիք ու բարբերաբար փորձեք օրվա մեջ կզգաք ասացից ճշմարտացիությունն ու որ սա փաստ է իրական աշխատող։ Իսկ երբ որ օրինակ արթնացել եմ առավոտյան ժամը եւ չեմ կարողանում տեղերիցս վեր կենամ, դա նշանակում է, որ ակտիվ է հիմա իմ պարասիմպաթիկ նյարդային համակարգը, ես ինձ դանդաղ եմ, ավելի հանգիստ եմ։ Յոգերը անում են իրենց գործողությունը, փոխում են աջ խողովակը, հատուկ ձևով շնչում են, ակտիվանում է նորից արևային կանալ ու իրանք արթնանում գնում են իրենց գործերին։ Հա, այս ամեն ինչը մեխանիզմ է։ Հզոր համակարգ չի եք դուք տիրապետում, բայց օրինակ շատ մարդիկ ունեն հզոր հեռախոսներ, հզոր համակարգիչ, բայց չգիտեն որը ինչ է նշանակում, որտեղ մտնեն ծրագրով ինչ ռեսուրսների են նրանք տիրապետում։ Հա, ես կամաց կփորձեմ այդ ռեսուրսների մասին կիսվել ձեզ հետ։ Հիմա աջ ու ձախ խողովակները։ Օրվա մեջ լինում է նաև ժամ, այդ է սակրալ ժամը համարվում։ Հիմնականում լինում է այն կետ օրվա, երբ գիշերն ու ցերեկը հանդիպում են իրար։ Դա լուսադեմի, այն որ դեռ արևը չի ծագել։ Յոգական գիտության մեջ այդ ժամին կոչում են բրահմա մուհուրտա։ Ոնց որ արարչագործության հուրի պահն է, որ պիտի արթնանա։ Ու երբ որ այդ պահին ես արթնանում, դու կզգաս, որ երկու քթանցքներդ հավասար են շնչում։ Դրա համար յոգիները, ովքեր զբաղվում են ինքնաճանաչման գիտությամբ, նրանք արթնանում են այդ ժամին ու սկսում են շնչել հավասարապես։ Դա բալանսավորում է ուղեղի աջ ու ձախ կիսագնդերը, եւ դու բալանսավորված կարողանում ես հասնել հոգեվոր ավելի խորը ինքնաճանաչման եւ ինքնաուսումնասիրության։ Աջ ու ձախ քթանցքների մասով էլ ինչ կարող եմ ասել, հա, եթե դու տիրապետում ես քո շնչառական գործիքներին, դու հեշտությամբ կարող ես ազատվել գլխացավից, դու հեշտությամբ կարող ես ազատվել տարբեր տարատեսակ ցավերից, հեշտությամբ կարող ես էներգիա ձգել քո մարմնին, ավելի դառնալ առույգ, արթուն, եւ փաստ մեկը ես, որ հիմա երեխեքը զարմանում են, որ 5-րդ օրն է իմ ծոմի, որտեղ ես ոչինչ չեմ սնվում, ու այսքան առատ ակտիվ կիսվում եմ իրենց հետ իմ գիտելիքներով ու ինֆորմացիայով։ Այս բան երևի այսքանը։ Եթե այս ինֆորմացիան քեզ կհետաքրքրի, կսիրես հավանության կարժանացնես, ես կզգամ արդեն տարածությունից, կզգամ քո հետադարձ կապից ու այս թեման կդառնա շարունակական։ Իրականում լիքը բաներ ունեմ պատմելու քեզ հենց քո մարմին կոչվող տաճարից։ Կապի մեջ